Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏՀ Հայաստան Նյուզը։ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս իրավիճակը վերլուծում եւ ներկայացնում ենք եվրոպական տեսանկյունից։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Սկանդալ Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևի ընդունումից հետո Ադրբեջանի խորհրդարանը հայտարարել է Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները կասեցնելու մասին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների կսկսվի նաև Եվրանեստին, Եվրամիության եւ Արևելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջև խորհրդարանական վեհաժողովին անդամակցությունը դադարեցնելու գործընթաց։ Ադրբեջանում Եվրամիության դեսպանն էլ կանչվել է արտգործնախարարություն։ Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը բանաձևով Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանից պահանջում է հայ ռազմագերիների անհապաղ եւ անվերապահ ազատարձակում, վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին։ Եվրոպական խորհրդարանը կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացման համար պատասխանատուներին եւ իրականացնել միջազգային գնահատման առաքելություն։ Բանաձևում ամրագրումներ կան Հայաստանում ընտրությունների համատեքստում աջակցության տրամադրման, Հայաստան-Եվրամիություն համագործակցության, Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումներին դիմակայելու վերաբերյալ աջակցության մասին։ Եվրոպական խորհրդարանը բանաձևի նախագիծն ընդունել է ձայների 476 կողմ, 47 դեմ, 48 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մահմեդականների վարչության հայտարարությունը, որով ըստ Էջմիածնի փորձ է արվում արդարացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հայկական հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացումը։ Ըստ Մայրաթորի սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային կրոնական եւ իրավապաշտպան կազմակերպություններին մշակութային ժառանգության պաշտպանության բոլոր պատասխանատու կառույցներին գործուն քայլեր ձեռնարկել կասեցնելու Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ, 17 կուսակցություն եւ 2 դաշինք։ Համեմատության համար 2021 թվականին դրանց թիվը 25 էր, իսկ 2018-ին 11։ Ավելի մեծ մրցակցություն եւ ավելի շատ հնարավորություններ, թե ձայների փոշիացում։ Թեմային իմ գործընկեր Արմինե Մարտիրոսյանն է անդրադարձել։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ, 17 կուսակցություն եւ 2 դաշինք։ Համեմատության համար 2021 թվականին դրանց թիվը 25 էր, իսկ 2018-ին 11։ Ֆորմալ առումով սա ընտրողների համար լայն հնարավորություն է։ Ավելի շատ մասնակիցներ, ավելի մեծ մրցակցություն, ավելի շատ հնարավորություններ, բայց գործնականում առաջանում է մեկ այլ հարց. արդյոք ընտրությունն ավելի հասկանալի է դառնում, թե հակառակը ավելի բարդ։ Այդքան օրեկով դե 2-3 ուժ լիներ, ոչ թե այդքան։ Ում ընտրես։ Սա ձայները անիմաստ գնալու է, շատ կուսակցներ կան դրված, որ ոչ հայտնի են, ոչ ճանաչում ես։ Այս ով եմ է։ Քաղաքացի։ Քաղաքացի եմ։ Որ հարմար գտնեն մտածող մարդիկ, ովքեր որ ճանաչում են բանանը, ես պատրաստ եմ նրանց կողքը կանգնել։ Շատերի համար ընտրությունն արդեն ծրագրերի համեմատության մասին չէ, այլ մի առանձնահատկություն գտնելու, որի վրա կարելի է հենվել։ Երբ մասնակիցները շատ են, ընտրողների մի մասը չի խորանում տարբերությունների մեջ, այլ ընտրում է ավելի պարզ կողմնորոշիչ։ Ոմանք հենվում են ուրիշների կարծիքի վրա, ոմանք ընդհանուր տպավորության, ոմանք նրանց վրա, ում արդեն սովոր են վստահել։ Եվ ընտրողների մի մասի համար այս ընտրությունն արդեն արված է։ Ընդհանրապես, եթե թիվը շատ է լինում, իմ կարծիքում մոլորեցնում է, բայց ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ պարտիկ արդեն երևի թե գիտեն, թե ում պետք է ընտրեն։ Ինձ չի շփոթեցնում, ես մեծ եմ ու շատ բան գիտեմ, շատ բան, դրա համար չեմ շփոթվում։ Բոլորի կենսագրությունները գիտեմ։ Ինձ չի հետաքրքրում ոչ մեկը, միայն Նիկոլ Փաշինյան։ Ուրախ կլինեմ, որ ինքը նորից նստեր։ Ձայնս տալու եմ ընդդիմությանը, այդպես հատուկ չնշեմ, ցենց կարող եմ նշել Հայաստան դաշինք, այն ուժերը, ովքեր ունեն ռեալ շանս անցողի կիշեմը հաղթահարելու, իրենք պետք է մասնակցեն, իսկ մնացածը ուղղակի փոշիացնելու են ձայները։ Այո, բոլորս Իսկ հիմնականում են մարդիկ ասում են, որ մենք զզվել ենք արդեն, ոչ մեկին էլ չենք ընտրելու,
ճշմարտություն կա, որ մենք արժանի ենք մեր այսօրվա վիճակին։ Քաղաքական տեխնոլոգների կարծիքով մասնակիցների մեծ թիվը պարզապես պատահականություն չի, այլ գործոն է, որը անմիջապես ազդում է ընտրողների վարքագծի եւ ձայների վերջնական բաշխման վրա։ Դա կոնկրետ մշակված տեխնոլոգիա է, դա ժողովրդավարության հետ կապ չունի։ 3-4 ուժ են հասնելու խորհրդարան, բայց մոտավորապես 13-14 ուժ չի հասնելու խորհրդարան, նրանք փոշիացնելու են ձայները, փոշիացած ձայները գնալու են այս պահի դրությամբ իշխող քաղաքական ուժի օգտին կամ այն ուժի օգտին, որը ամենաշատ ձայներ կհավաքի։ Բայց սա շատ նախամտածված քայլ է, սա պատահական քայլ չէ։ Այսպես թե այնպես ընտրողների առջև կան տասնյակ անվանումներ, ծրագրեր եւ խոստումներ։ Եվ այս պայմաններում ընտրությունը հաճախ դառնում է ոչ թե վերլուծության արդյունք, այլ որոշում, որը ստիպված են ընդունել անորոշության պայմաններում։ Եվ հենց այդ ընտրությունն էլ, ինչպիսին էլ այն լինի, գիտակցված կամ վերջին պահին կայացված, որոշելու է երկրի վերջնական քաղաքական պատկերը։ Արմինե Մարտիրոսյան, ՎՏ Հայաստան Նյուզ, Երևան։ Ինչ իրավիճակ է Հայաստանում խոսքի ազատության առումով, որքանով են լրագրողները ազատ իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելու առումով եւ ինչ խնդիրներ կան մեդիա դաշտում։ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության այս տարվա զեկույցում Հայաստանը վատ թարացրել է դիրքերը, որոնք են պատճառները։ Թեմաների վերաբերյալ կզրուցենք ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր եւ տնօրեն Շշան Դոյդոյանի հետ։ Տիկին Դոյդոյան, լրագրողներ առանց սահմանների կազմակերպության այս տարվա զեկույցում Հայաստանը վատ թարացրել է դիրքերը, որոնք են պատճառները եւ կանխատեսելի էր նման հետընթացը։ Իմ վերջին ժամանակներս տված բոլոր հարցազրույցներում ես հստակ ահազանգել եմ այդ հնարավորության մասին, որ հետևելով այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում լրատվամիջոցների ազատության, խոսքի ազատության ոլորտում Հայաստանում, միանշանակ կարելի է կանխատեսել, որ տեղի է ունենալու հետընթաց։ Եվ փաստացի այս տարի Հայաստանը 34-րդ հորիզոնականից հայտնվեց արդեն 50-րդ հորիզոնականում, բավականին էական հետընթաց է գրանցվել, որոնք են այն պատճառները, որոնք տեղի ունեցան, որոնցով պայմանավորված տեղի ունեցավ այս հետընթացը։ Մասնավորապես տարեվերջին, երբ որ ձերբակալվեցին հայտնի պոդկասթի հեղինակները Նարեկ Սամսոմյանը, Վազգեն Սաղաթելյանը, որոնք ազատ արտահայտվելու իրավունքը իրացնելիս գուցե թույլ էին տվել այո ոչ պարկեշտ, խոսք, հրապարակային խոսք, եւ դրան հաջորդեց անմիջապես նրանց ձերբակալությունները, խմբագրության գույքի արգրավումը, ինչը չէր կարող եւ ինչը նաեւ տեղի ունեցավ իրավապահների գործողությունների անհամաչափությամբ իմ գնահատմամբ եւ չէր կարող իր արտացոլումը չգտնել այս տարվա մամուլի ազատության միջազգային ինդեքսում։ Հաջորդ գուցե եւ ոչ պակաս կարևոր խնդիրը այն է, որ ընդհանրապես եւ առցանց եւ on-line բովանդակությունը, որը հրապարակային բովանդակությունը լի է հեղեղված է ապատեղեկատվությամբ, ատելության խոսքով մի կողմից, եւ մյուս կողմից այն հեղեղված է լրատվամիջոցների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքի եւ անձի հեղինակազրկման փորձերով։ Ընդ որում դրանց հեղինակները նաև որոշ դեպքերում հանդես են գալիս քաղաքական էլիտայի ներկայացուցիչները, որոնք հետևողականորեն պարբերաբար փորձ են անում արժեզրկել լրագրողների կատարած աշխատանքը, նրանց պիտակավորելով, որակելով անթույլատրելի արտահայտություններով։ Շատ կարևոր է նաև նշել ստրատեգիկ ռազմավարական դատական գործերը, որոնք կրկին էականորեն աճել են վերջին տարիներին եւ նաեւ անցյալ տարի հատկապես, երբ որ քաղաքական գործիչների կամ բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից հայցեր են ներկայացվում ընդդեմ լրատվամիջոցների, որոնց հիմնական նպատակն է նաեւ կանխել, լռեցնել եւ ստեղծել որոշակի ինքնագրաքննության մթնոլորտ, որպեսզի լրատվամիջոցները նաեւ վախենան քննադատելուց, արտահայտվելուց, այսինքն որոշակի կանխող, բացասական իմաստով կանխող գործառույթ ունեն այս ստրատեգիկ ռազմավարական հայցերը, որոնք բերվում են ոչ միայն նաև լրագրողների, այլև էկոլոգիական բնապահպանների կողմից, այսինքն նրանց այն համայնքի դեմ, որոնք ուզում են առողջ քննադատությամբ հանդես գալ եւ իրացնելով իրենց ազատ արտահայտվելու իրավունքը։
Մեկ այլ կարևոր խնդիր է նաև տեղեկատվության, մատչելիության ոչ բավարար վիճակը։ Ես իմ հարցազրույցներում նշում եմ վերջին մի քանի ամիսների ընթացքում, որ այսպիսի մակարդակին մենք ցավոք եղել ենք 10 տարի առաջ, երբ ուղղակիորեն դիտավորյալ խուսափում են պետական մարմինները տրամադրել պահանջված տեղեկությունները։ Ոչ թե մերժում են, ինչը բավական հեշտ է բողոքարկել հետագայում, այլև տալիս են խորամանկ, լղոզված, բավականին այսպես այնպիսի պատասխաններ, որոնք բավականին դժվար է դարձել լրագրողների եւ քաղաքասարակության ներկայացուցիչների կողմից բողոքարկելը եւ հետագայում նաեւ հայցել խախտված իրավունքի վերականգնումը։ Եվ ընդհանուր այս ֆոնը եթե հաշվի առնենք, ապա ինչ բարեփոխումներ են տեղի ունենում այս գործընթացում, դրանք այնքան դանդաղ են, այնքան ոչ ադեկվատ են տեղի ունեցող բացասական զարգացումների ֆոնին, որ ցավոք իրենց դրական ազդեցությունը չեն թողել։ Տիկին Դոյդոյան, ընդհանուր առմամբ խոսքի ազատությունը Հայաստանում եւ նաեւ լրագրողների մասնագիտության գործունեության իրականացումը ինչպես եք գնահատում։ Ոչ բավարար, ինչպես նշեցի, իհարկե ուզում եի նշել, որ լավ լուրն այն է, որ այնուամենայնիվ այս տարածաշրջանում մենք դեռևս առջևում ենք մեր զբաղեցրած դիրքով, բայց դա ամենևին քաղաքասարակությանը եւ լրատվամիջոցներին չի գոհացնում, որովհետեւ գնալով իրենց գործունեության շրջանակը սեղմվում է։ Առանց այն էլ սոցիալական հարթակների բերած նոր մարտահրավերները ստեղծել են բավականին տնտեսական, ֆինանսական դժվարին պայմաններ լրատվամիջոցների համար եւ մյուս կողմից այս հեղինակազրկման փորձերը, լրատվամիջոցի եւ լրատվողների կատարած աշխատանքի արժեզրկումը եւ ընդհանրապես հանրային վստահության նվազմանը միտված գործողությունները բավականին դժվար խնդիրներ են ստեղծում լրագրողների առջև եւ դրան գումարած նաեւ այն ատելության խոսքը հատկապես առցանց միջավայրում, որի թիրախում հայտնվում են շատ հաճախ լրատվամիջոցները եւ լրագրողները ստեղծում են բավական բարդ աշխատելու հնարավորություններ եւ միջավայր լրագրողական համայնքի համար։ Եվ դրա համար է, որ մենք պետք է միասին փորձենք մեր խնդիրները բարձրաձայնել եւ իշխանություններից պահանջել նախ պետք է պետությունը իրականացնի իր պոզիտիվ պարտականությունը պաշտպանելու լրագրողների ազատությունները։ Այն բոլոր դեպքերում, երբ որ տեղի ունենում ոտնահարումներ եւ խախտումներ, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվել։ Ցավոք, ինչպես նշվում է նաեւ լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպության զեկույցում, որևէ մեկը պատասխանատվության չի կրել առ այսօր այն բանի համար, որ ինքը խախտել է, բռնության է ենթարկել, ատելության խոսք է հրապարակել լրագրողի հանդեպ։ Այս անպատժելիության մթնոլորտը նաեւ ստեղծում է հնարավորություն նորանոր խախտումների եւ ոտնձգությունների ընդդեմ ազատ մամուլի։ Եվ նաեւ առաջարկներիցս մեկը այն է, որ լրագրողական համայնքը պահանջատեր լինի, պահանջի պետությունից, որպեսզի վերջինս նաեւ որոշակի գուցե հարկային արտոնությունների միջոցով, գուցե մամուլի ազատության պաշտպանության ֆոնդի ստեղծման միջոցով փորձ անի կանգնել մամուլի եւ լրատվամիջոցների կողքին, որպեսզի վերջինս կարողանան հաղթահարել այս դժվար իրավիճակը եւ ժողովրդավարության համար կարևորագույն առաքելությունը կարողանան պատշաճ կատարել։ Իսկ ինչպես է գնահատում մեդիա դաշտում առկա իրավիճակը։ Անշուշտ կան բազմաթիվ խնդիրներ լրագրողական համայնքում, հատկապես բևեռացման առումով, քաղաքական, նաև սա նույնպես նշվում է լրագրողներ առանց սահմանների կազմակերպության զեկույցում, որ մամուլը խիստ բևեռացված է, կամ ընդդիմադիր, կամ իշխանամետ եւ այն ոսկե միջինը, որը իսկապես սպասարկում է հանրության շահը, տեղեկություն, օբյեկտիվ եւ անաչառ տեղեկությունն է փորձում տալ հանրությանը, նրանց թիվը խիստ նվազ է, խիստ սակավ է, բայց այնուամենայնիվ նրանք կան, այս ոսկե միջին համարվող լրատվամիջոցները կան, գործում են եւ նրանք աջակցության կարիք ունեն։ Ինչ խոսք բևեռացված լրատվամիջոցների պայմաններում բավական դժվար է դարձել թացը չորից տարբերել եւ մյուս կողմից էլ նաեւ արհեստական բանականության տրված նոր այս հնարավորություններ ել ավելի են խճճում եւ բարդացնում իրավիճակը, որովհետեւ ոչ մեդիագրագետ ընթերցողին համար բավական, եթե չասեմ անհնար, ապա խիստ դժվար է դարձել հասկանալու, թե որն է ի վերջո ճշմարտությունը, ում վստահել, ինչպես հասկանալ որն է սուտը, կեղծիքը, ապա տեղեկատվությունը եւ որն է ճշմարտությունը։
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացրել է արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Ի թիվս այլնի Քրիստինե Գրիգորյանն առաջարկեց արտաքին հետախուզությանը տալ հեռախոսային հաղորդակցությունը վերահսկելու լիազորություն։ Մեր առաջարկությունը վերաբերվում է հեռախոսային հաղորդակցության վերահսկման միջոցառման անցկացման ձևի մասին։ Մենք այս պահի դրությամբ էլ ծառայություն ունի այդ լիազորությունը եւ կարող է իրականացնել ԱԱԾ գլխավոր վարչության միջոցով մեխանիզմով ինքնուրույն չունենք։ Մենք ունենք մեր առաջարկն է ունենալ եւ սա նույնպես քննարկվել է, համաձայնեցվել է եւ նաեւ հաշվի են առնվել ծախսային հատվածը։ Այս փոփոխության ուժի մեջ դնելու ժամկետ ենք նախատեսել 2028 թվականի հունվարի 1-ը։ Գաղտնալսումների մասին երեք գլխավոր դատախազին այստեղ առիթ եմ ունեցել ասելու, որ գաղտնալսումները երբեմն քաղաքական նպատակարարության առումով ինչ չարիք են, երբ որ գաղտնալսումները հետո դառնում են մոնտաժված, կեղծված, կեղծանքի արդյունքում դառնում են քրեական գործեր։ Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավոր Քրիստինե Պողոսյանն առաջարկեց ամբողջությամբ հեռացնել օրենքի նախագծի այն դրույթը, որը վերաբերում է օտարերկրյա պետություններում, այդ թվում Հայաստանի ներկայացուցչություններ գործուղված ծառայողների գործառույթներին։ Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասը կառաջարկեի ամբողջությամբ հանել, գրված է օտարերկրյա պետություններում, այդ թվում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչություններ գործուղված ծառայողներ արտաքին հետախուզական սեփական անվտանգության ապահովման ուղղված գործողություններից բացի իրականացնում են նաև արտաքին հետախուզական գործառույթներ վարչապետի որոշմամբ սահմանված դեպքերում կարգով համագործակցելով ազգային անվտանգության ծառայության հետ։ Հիմնավորումը ինչի եմ առաջարկում, որ դա հանենք, Հայաստանի եւ օտարերկրյա պետությունների ազգային օրենսդրություններով օտարերկրյա պետության սուվերեն տարածքում հետախուզական, հակահետախուզական գործողությունը արգելված է քրեորեն հետապնդվող բաժելի գործողություն է։ Ինքը նորմալ կարգավորում է այն իմաստով, որ ինքը իրավական հիմք է նախատեսում, որ այդ օտարերկրյա պետություններում ներկայացության շրջանակներում տարբեր ֆունկցիոնալ կրող Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ ունենում են վարչապետի որոշմամբ կարգավորված համագործակցության կարգ։ Բելառուսական սփյուռքը վերջին օրերին Լեհաստանի ուշադրության կենտրոնում է։ Համայնքն աշխատում է, արարում։ Ապացույցը ամենամյա լայնածավալ միջոցառումներից մեկն է՝ բելառուսների 5-րդ համաշխարհային համաժողովը։ Belsat TV-ի բելառուսական խմբագրական թիմի մեր գործընկերները պատրաստում են հատուկ հեռարձակում նվիրված բելառուսների 5-րդ համաժողովին։ Ծրագիրը ներառում է դեմոկրատ առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի ելույթը, ինչպես նաև ամբողջ աշխարհում բելառուսների թվի առաջին մեծածավալ ուսումնասիրության ներկայացումը եւ համակարգող խորհրդի թեկնածուների բանավեճերը։ Համաժողովը հատկապես կարևոր է Լեհաստանի համար։ Վերջին տվյալներով երկրում այսօր օրինականորեն բնակվում է մոտ 145,000 բելառուս, ինչը նրանց դարձնում է վերջին տարիների ամենախոշոր միգրացիոն համայնքներից մեկը։ Մեկժամյա հատուկ թողարկումը կարող եք դիտել Belsat հեռուստաալիքով, ինչպես նաև առցանց YouTube-ում եւ Facebook-ում։ Եթերում ՎՏ Հայաստան Նյուզներ, հետևեք մեր հետագա թողարկումներին։